ուղղաթիռի մեջ եւ մենք վերադառնում ենք Արցախ կատարած այցից, որտեղ մեկնել էինք այսօր վաղ առավոտյան եւ պետք է ասեմ, որ շատ բարձր եմ եւ արդյունավետ եմ գտնահատում այցի արդյունքները, ծաղիկներ դրեցինք հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում, հետո այց կատարեցինք Շուշի, ապա խորհրդակցության պաշտպանության բանակում այցը շատ լավն էր, որովհետև շատ լավ մթնոլորտ էր հաստատված այցի շուրջ, Արցախի քաղաքացիները, Արցախի Հանրապետության քաղաքացիները շատ ջերմությամբ են հետևել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին եւ շատ կարծում եմ գոհ են հանգուցալուծումից, քանի որ թափանցիկ գործելակերպ ենք որդեգրել ենք հիմա ես նաեւ ձեզ կփորձեմ ցույց տալ այս ուղղաթիռը, որը սպասարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, որպեսզի դուք տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում։ Իհարկե Ստեփանակերտը հոյակերտ քաղաք է, ես չեմ դադարում դա կրկնել եւ իհարկե հույս ունեմ, որ մեր հայրենակիցները Հայաստանում եւ Սփյուռքում առիթը բաց չեն թողի այցելել Արցախ, Ստեփանակերտ եւ բազմաթիվ տեսարժան վայրեր կան Արցախի Հանրապետությունում եւ իհարկե ամենակարևորը Արցախում տեսնելու դա զգալու այն մթնոլորտն է, որ հաստատված է այնտեղ եւ իհարկե Արցախի խոհանոցը, անզուգական խոհանոցը եւ անզուգական գինին եւ անզուգական օղին եւ իհարկե անզուգական իրականությունը։ Ես կոչ եմ անում բոլորին, որ հնարավորության դեպքում անպայման այցելեն Արցախ, իրենց հետ տանեն իրենց ընկերներին, մտերիմներին, արտերկրի մեր հայրենակիցներին նույնպես կոչ եմ անում անպայման Արցախը այցելեն։